Գիտեք, այս մարմինը, որ դուք հիմա տեսնում եք, սա ժամանակավոր է, բայց այն հոգին, որ այս մարմնի ներսում ապրում է, դա է հավիտենականը, եւ դա կարևորագույնն է։ Սա չէ, այս մարմինը չէ կարևորագույնը, որովհետեւ սրա տարիքը կարող է լինել մաքսիմում 100 տարի, միգուցե ավելին, բայց 100 տարի հետո կդադարի դա, հող կդառնա, որովհետեւ հողից առնված է։ Բայց այն հոգին, որ մեր ներսում կա, մի օր, գեղեցիկ տգեղ օր, դա կախված է արդեն մեզանից, կկանգնի այդ հոգին Աստծո առաջ։ Ես քեզ կոչ եմ անում, որ Աստծուն հիմա ընդունես որպես հայր, որպես Տեր, որպես փրկիչ, որպեսզի հետո այս մարմնից, այս հողեղեն մարմնից դուրս գալուց հետո հանկարծ չլինի, որ Աստծուն հանդիպես որպես դատավոր։ Ես քեզ չեմ վախեցնում, բայց իհարկե վախենալու բան կա այստեղ։ Ես ինքս որպես Աստծո ծառայող ժամանակ առ ժամանակ վախենում եմ ու ապաշխարում եմ, ասում եմ՝ Տեր, ներիր ինձ,